Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կրկին անգամ ուրիշ կարծիք ոդքասթն է, թվով 25-րդը, շնորհավորում եմ Վահե ջան, արդեն 25 հաղորդում ունենք, այս էլ սկսած։ Այսօր ցանկանում եմ մի փոքր խոսենք Նիկոլ Փաշինյանի ես ՔՊ-ի քարոզարշավից, որ ասում է ես սիրում եմ ձեզ պապիկներ, տատիկներ, բան չէ, տենց բոլորից սիրում եմ ժողովուրդ ջան, բայց ինքը խաբում է, ինքը չի սիրում ոչ մեկ, ինքը սիրում է Թուրքին։ Արի գործով նայենք։ Ո՞րն է սիրում։ Հա, չէ, գործով նայենք։ Հարգելի հայրենակիցներ, այս մարդը ցույց ոչ թե ասել է ինչա, այլ ցույց տվել, չէ, Արցախ նահանձն է։ Այո։ Պատերազմը սանձազերծ է, կորոնավիրուսին տիրություն չի արել, ընդհանրապես այդքան զոհ ունեցանք։ Բոլոր, չգիտեմ, ասֆալտներից սկսած, ասենք, դարու փոսերով, բոլոր ամեն ինչ վարի է տվել, ինքը ոնց է սիրում ձեզ։ Այդ իրա սիրելու ձևն է։ Չէ, դե արի չէ, հասկանանք, որ պոպուլիզմը ամեն դեպքում խափում է ժողով։ Այդ պոպուլիզմը պետքա մարդիկ հասկանան, արի բացատրենք մարդկանց, որ պոպուլիզմը դա ստախոսությունն է։ Վերադառնանք 18 թվական, նախ շնորհակալ ենք մեր 25 հաղորդումների համար նաև ձեզ, որ մեր հետ եք անցկացրել, փորձենք ավելի կատարելագործվել, այսպես կոչված ու ավելի անդրադառնանք ավելի խորքային այն բոլոր հարցերին, որոնք ձեզ հուզում է։ Հիմա վերադառնում ենք 18 թվական, Նիկոլ պոպուլիզմ դնում ենք մի հարթակի վրա ու տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր մեղադրելով նախկիններին, ասում էր, որ այն ժամանակ մարդիկ փողեր են ծախսում լրատվականների վրա, որ ասեն Նիկոլ եկել է Արցախը հողերը հանձնի, փաստացի պոպուլիզմի մեկ դեպք։ Ռոբերտ Աբաջյանի պապիկը ընդհանրապես կապ չունի Ռոբերտ Աբաջյանի պապիկի հետ։ Չէ, հիմա մենք էդի գիտենք, մեր տարիքի մարդիկ նաև այդ ամեն ինչը լավ տենում հասկանում են, արի խոսենք այն մարդկանց, ովքեր իրանք 18-19 թվին եղել են 13-14-15 տարեկաններ, ովքեր չեն պատկերացրել ինչա կատարվում, ինչա տեղի ունենում ու այսօր ինչա տեղի ունենում։ Հիմա այդ մարդիկ 20 տարեկան են եւ պլյուս։ Okay։ Հիմա նայ, ինքը բառացի 3 էր, հայտարարում էր ամբիոնից, որ ասում էր սիրելի տատիկներ եւ պապիկներ, ես ձեզ սիրում եմ, հետո ընկավ ինչ որ բանի մեջ, սկսեց ես սիրում եմ ձեզ, դες մի 6-7 անգամ, ասենք հիմա ուզում ենք մարդկանց բացատրենք, որ այդ մարդը խափում է, ինքը մենակ թուրքերին է սիրում, Թուրքիային է ծառայում, ադրբեջանցիքին է սիրում, ինքը չի սիրում հայ ժողովրդին, ինքը որ սիրեր հայ ժողովրդին, ոնց որ ասեց, հիշում ես, որ ասեց պատերազմ կարար չլիներ, չէ, բայց Չեք հասկանային քիչ զոհերով։ Հա, այսինքն եթե ձեզ սիրում էր, խիա տարե, ձեզ կոտոր է, մեզ կոտոր է, խիա տարե։ Ձեր երեխաներին։ Ինքը մեզ չի սիրում, խափում է։ Պարզա որ, տես, ինքը սիրում է ուտելիք, եթե նկատել ես սաղ քարոզարշավի ուրախ ավտոբուսի սկսված, մի տե տենում է մի հատ խաշլամա, վերջ, ոսկորներն էլ չեն գտնում։ Ու ինքը սիրում է փող, որը չգիտեմ ինչ սկզբունքով է ինքը սիրում, այսինքն կապ չունի դա դոլարա, եվրոյա, թե մյուս բաները, վալյուտաները։ Հիմա տես, ինքը հայ ժողովրդին եթե սիրեր, նախ չէր կոտորի, 120,000 մեր ժողովրդի մի մասը չէին դառնա գաղթականներ, կներեք իհարկե, որտեվ իրանք են տենց ասում դրա համար, էլի, թե չէ մեր հայրենակիցներն են եկել են իրենց մյուս հայրենիք։ Էլ չեմ ասում զոհվածի ծնողներին եռաբլուրում ծեծողը, հղի կնոջի ավտոյի տակ գցողը, ոնց կարա սիրի այդ ժողովրդին։ Դու պետք է մարդկանց հասկացնել, որ ինքը չի սիրում ու ես մի հատ տենդենս եմ նկատում, որ մարդիկ ինչ որ սկսել են ասել, որ բանը, այս ամեն ինչի մեղավորը ռուսներն են ու այդ ամեն ինչը եթե Նիկոլի թեզերն է։ Դե այդ եմ ասում, այդ մարդկանց պետքա բացատրել։ Ահա։ Ես նայ անկեղծ եմ ասում, ես ինչ որ ռուսները Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ տեղեր տարբեր ժամանակաշրջանում տարբեր կերպ է իրան դրսևորել ու ռուսներին տարբեր տեղ ինչ որ մեղադրել է, կարելի է համակարծիք եմ ես դրա հետ, բայց մի հատ արի հասկանանք էլի 1900-ական թվականներին 1920-ից հետո երբ որ Հայաստանը սովետ միություն դարձավ, չէ, Հայաստանն էլ Ֆրանսիացիք 1918-ից 20 Չէ, թվականներին մի հատ արի հիշենք էլի, սովետական միությունը ստեղծվեց Հայաստանը 700,000 բնակչություն ուներ, դաշնակներն էին ղեկավարում, չէ, իրանք տան։ Ու կեսը տիֆերիայով, խոլերայով հիվանդ հասարակություն էր։ Այդ ժողովուրդը 700,000 մտավ սովետական միություն, սովետական միությունից դուրս եկավ 3 միլիոն պլյուս 29,000 քառակուսի։ Այսինքն, այդ որ ասում են, գիտեք, ռուսները մեր հողերը վեկալել են, տվել են թուրքերին, տեսեք փաստերով ռուսները մեր համար ինչ են արել։ Դե հա։ Սովետական միությունը։
Ինչը արե։ Եթե մենք համեմատականները տանում ենք, Հայաստանի հայերն էլ են պատերազմների ժամանակ զոհեր են տվել ու բնակչության չափաբաժնով ամենամեծ զոհ տված է հայերենական մեծ պատերազմին։ դե հա, որտեղ ակտիվ եւ բնականաբար պայքարող տեսակահայերն էին ամենայն հարգանքով մյուս սովետական միության երկրներին, բայց տեսեք, հիմա իրանք ռուսներին մեղադրում են նիկոլական թեզերն է, չէ՞։ Այն ժամանակ էլ նախկիններն էին մեղադրում, նույն նիկոլական թեզերն է։ Այսինքն ռուսները, նախկինները, բոլոր հարևանները, հերրու բարեկամները սաղ մեղավոր են, բայց այս իշխանությունները, ովքեր որ պատասխանատու են ու նաեւ մեղավոր, այս մարդիկ մեղավոր չեն։ Չէ, նա իմացած բան հասկանանք։ Ասենք ռուսները ինչու են մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ռուսները ինչու են մեղավոր, որ Իսկանդերը 20%-ով է կրակե։ Ռուսները ինչու են մեղավոր, որ հոկտեմբերի 7-ին եւ 27-ին, եթե չեմ սխալվում, ասում են պատերազմը կանգնեցնենք, զոհեր չլինեն, նույն նոյեմբերի 9-ի համաձայնությունը կնքեն մի ամիս շուտ կամ մի շաբաթ շուտ, չէ՞, որ քիչ զոհեր լինեն հնարավորինս։ Ռուսները ինչու են մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպացիքին բերել աստեղ Մակրոնի հետ սիրախաղ անում, Զելենսկին էլ բերել է հարթակատվե, որպեսի ցույց տա, որ մենք ռուսների թշնամուն բերել ենք մեր մոտ մեծ շուկով, հա, այսպես կոչված, դիմավորում ենք։ Ռուսները տեղ ինչու են մեղավոր։ Այսինքն որ Արցախը Հայաստանի Հանրապետության ղեկավարը ճանաչում է Բրյուսելում Ադրբեջանի մաս, ռուսները դրանում ինչով են մեղավոր, էլի ինչ պետք է անեն ռուսները։ Մարդիկ վայ ջան, տարական մտածելակերպ չունեն, որ ասեն, գիտես ինչ կա, արի փաստերով խոսենք, այսօր դեպք եմ պատմում, իմ հետ է տեղի ունեցել, մարդկանց ինձ ասում է դու բանակում ծառայել ես, ասում եմ իհարկե, ասում է երբ ես ծառայել, որ ասում է 2009 թվականից, ասում է հա Սերժ Սարգսյանի ժամանակ, ասում հա 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ, ասում է դե կոնսերվի բանկեքով է ինչը պոստեր, ասում նայ այդ կոնսերվի բանկեքը երկրի անվտանգությունն էին պահում, այդ քո ասած։ Մենք այնպես բանակ ունեինք, որ կոնսերվի բանկեն էլ պետք չէր։ Այսինքն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը նենց մարդ էր, որ այդ թուրքերը, որ կոնսերվի բանկայել չդնեինք, անգամ sense բան էլ չներ, հողաթումբ, իրանք մեկը վախում էին գալ։ Հիմա Նիկոլի օրոք, որ այնտեղ տանենք, ասենք Marvel-ի հերոսներին շարենք, չէ՞, ասենք։ Spider-Man-ը։ Հա, Thor-ին, Չելավեկ Պաուկ եւ այլն։ Մեկը գալու են ադրբեջանցիները։ Որովհետև իրանք գիտեն գերագույն գլխավոր հրամանատարը ոչ զենքից է հասկանում, ոչ խելք ունի, ոչ մեղք ունի, անմեղսունակ գիժ է, որ խաշնամին ոսկորներով է ուտում։ Ես չեմ կարծում, համակարծիք չեմ քո այդ, որ Նիկոլ Փաշինյանը գիժ է ու խաշլամն ոսկորներով ուտել է կաբունի գիժությանը։ Տեխնոլոգները ասել են այտենց արա։ Ամեն դեպքում ինքը իհարկե քաղ տեխնոլոգները ասել են այտենց արա, որովհետև դու այդ մասն եք ես սիրում ու ինքը անում է ձեռով ուտող մասն, չէ։ Ես այտենց խաշլամը չեմ ուտում ամեն դեպքում։ Միած է, որ իրանք ավելի շատ են։ Դե պարզա, որ իրանք ավելի շատ են, որովհետև հասարակության կրթված զանգվածը չի միշտ որ շատ է լինում։ Առավելևս ակտիվը կրթված զանգվածը չի ցավոք։ Նայ, հիմա Նիկոլ Փաշինյանը գիժ չի, ոչ հոգեկան է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է ու խաղում է իր խաղը հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Այս մարդը դրա համար է, ինքը հայերի մասին չի մտածում։ Ինքը որ հայերի մասին մտածեր, շատ լավ ղեկավար կլիներ, ասեմ իմանաս։ Իր բոլոր պլյուսներով ու հա, էլի։ Ինքը որպես քաղաքական, բայց այս մարդը Ադրբեջանի շահն է սպասարկում, Թուրքիայի շահն է սպասարկում։ Ու իրար այդ պասերով էլ աշխատում են, հա, տեսար չէ Ալիևը ասաց բանը, ասաց Հայաստանի, 3 ամիս առաջ ասում էր Սևանը գյոլչա է, Վարդենիսի տարածքները մերն են, ասենք հələ դելիմիտացիայի, հա, հարցեր ունենք լիքը, 300,000 ադրբեջանցի գա Հայաստանում ապրի, մի 2 օր առաջ ասում է մենք Հայաստանում Երևի Նիկոլ Փաշինյանն ասել է դու ստեղ ինձ օգնի, որ ես վերարտադրվեմ։ Ամսի 8-ին կասես գյոյ չէ, ինչ տարբերություն քո համար։ Մեկը տալու եմ։ Հա, մեկը ձերն է, էլի, ոնց որ ես էլ եմ ձերը, սենց է դուրս գալի, որ ես ձերն եմ, մեր երկիրը ձերն է, այդ թողեք աշխատենք էլի։ Հիմա, բայց գիտես ցավը որն է, որ մեր հայրենակիցները, ասենք լսում են Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ ասում Արցախը երբեք մերը չի եղել, ամենամեծ սխալը Արցախյան հերոսամարտն էր ու զարմանում ես էլի, նախ իր թիմում մի հատ ոչ բարով խերով Սասուն կա։ Երկրորդ այդ մարդկանց հարազատները իրան լսողներից հաստատ վստահ եմ այն ժամանակ տեղ այնքան մեծ ակտիվություն եղել, իրանց տնից եթե չէ, կողքի տնից մարդ է եղել, չէ՞ որ մասնակցել է այդ պատերազմին։ Լավ, այդ ամեն ինչը ուրացել են, մի հատ այսքան բան կոնֆետի խաթր ծափահարում են Նիկոլ Փաշինյանին։ Ոնց կարելի է այս ամեն ինչը մոռացության մատնել, լավ։ Նաև մարդկանց խնդիրը նրանում է, որ
Նայ Նիկոլ Փաշինյանը իր տեխնոլոգիաները հիմա ժամանակաշրջանը նենց է ու տեխնոլոգիաները այնքան են զարգացել, օրինակ ասենք, չգիտեմ, 15-14 թվականին TikTok-ը կամ սոցիալական մեդիան այնտենց ակտիվ չէր, չէ՞, ամեն դեպքում։ Okay։ Հիմա այդ սոցիալական մեդիան այնքան է ակտիվ, որ այն վաղ ընտրությունները մի քիչ այլ ձև էին կազմակերպվում, արդիկ այլ ձև էին այլ տեխնոլոգիաներ էր ձայնարվում, հա, որովհետև ասենք, չգիտեմ, ուզում չկար այն հարթակները քաղաքացիներից։ Հիմա այս ամեն ինչը տանում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը շատ գերազանց իր գործը կատարում է։ Որտեղ ինքը TikTok-եր է, ինքը տիրապետում է նրան։ Այսինքն նախկինների ժամանակ մեր նախագահները TikTok-եր չէին։ Մարդիկ են, ովքեր ազատագրել էին Արցախը, պահում էին Արցախը, այո, բանակ էին ստեղծել ու օրինակ գիտեին ոնց հենց այդ պահին վարքյանների ընթացքում ԱԿՄ քանդեն հավաքեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վարքյանների ընթացքում կարա TikTok բացի ու լայվ մտնի։ Էսա տարբերությունը։ Հա, ճիշտ ես ասում, դե ամբողջությամբ։ Հա, օրինակ նույն ձև մեր նախկին նախագահները չեն կարա շատ արագ TikTok բացեն ու լայվ մտնեն, բայց ախր մեր պետությանը TikTok-եր չի պետք։ Մեր պետությանը պետք է ղեկավար, որ համ Ալիևի հետ բանակցի, համ Պուտինի հետ բանակցի, համ ամբողջ աշխարհի հետ բանակցի ու բացատրի, որ Հայաստանում հայեր են ապրում ու հայերը ուզում են շարունակել ապրել Հայաստանում։ Շատ պրիմիտիվ բան է, չէ՞։ Ձեզ թվում է, որ ասենք այս Յանի ինչ ասես, չէ, հայերը ապրեն Հայաստանում։ Յանի ով է դրան խանգարում։ Նիկոլ Փաշինյանը։ Ոնց որ արցախցիները ապրում էին Արցախում, մեկ էլ հոպ, արցախցիները չեն ապրում Արցախում։ Հիմա ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի ընտրություններում վերարտադրվելու պարագայում, ասի որ Հայաստանում հայեր պետք չի ապրեն։ Հա, մերն է կադաստրով, բայց մերը չի։ Բա ով է ասում, որ վաղը մյուսօր չի ասելու, որ Սևանը դժգույն լիճ է։ Ոնց որ Շուշին էր դժգույն քաղաք, չէ՞։ Էն է Շուշին։ Շուշիում ինքը տրնգի էր, պարում ախր։ Ինքը անձամբ իր այդ թիմակիցների հետ այն Աղդամցի Ալենը, չգիտեմ, այն Պապիկյան Սուրոն պատմաբան եւ այլն։ Հա։ Հիմա ու մեկ էլ գիտես ինչ խնդիր կա, որ ես ինքս շփվելով մեր հայրենակիցների հետ ու որտեղ գնում եմ, առավելևս մարզեր, ասում են ամեն թանկացումներ, խնդիրներ, նպաստը չի հերիքում, թոշակը չի հերիքում, աշխատավարձը չի հերիքում։ Հիմա մեր սիրելի հայրենակիցները, որ գալիս է Նիկոլ Փաշինյանը, ինչու չեն բարձրաձայնում, օրինակ, որ ասում է սիրում եմ քեզ։ Նայում է Պետրոսի վրա, օրինակ Պետրոսը խի չի ասում, լավ, բա որ ինձ սիրում ես, խի է իմ աշխատավարձը։ Բայց Պետրոսին սիրում է, տարել է մեկ։ Դե այդ Պետրոսին ով չի սիրում։ Պետրոսը բոլորին էր սիրում, բոլորը Պետրոսին, իր մոտ այդ սերը այդպես փոխադարձության սկզբունքով է։ Լավ, այս թանկացումները, ամենայն անկեղծությամբ Սևան ջան, շատ դժվարացել է Հայաստանի Հանրապետությունում, առավելևս Երևան քաղաքում ապրելը, որովհետև թանկացումները այն սանդղակով ու այն արագությամբ է, որ այն դիմակայել չի լինում։ Հիմա մեր հայրենակիցները լավ ո՞նց են յոլա գնալու ու ո՞նց կարելի է հույսերը կապել մի իշխանության հետ, առավելևս Նիկոլ Փաշինյանի, ում օրոք ոչ միայն արտաքին պարտքն է ավելացել, այլ այդ թանկացումները այն ամենամաքսիմումի վրա, այսինքն ինչքան տեղ ու հնարավորություն կար ամեն ինչ թանկացել է, բայց թոշակը ավելացել է 10,000 դրամով որպես ընտրակաշառք, դա այլևս փաստ է։ Առողջապահության հետ կապված ծրագիր են իրագործում հենց քարոզարշավի շրջանակներում, որտեղ գնում են այդ են պատմում։ Տեսեք Ժորժ ջան, թոշակները ավելացրել ենք, ձեր առողջությունը մեր համար կարևոր է, մեր սիրելի թոշակառուներին համոզում որ այդ 10,000 դրամով իրենք գան 5 տարի իշխանությունը, որից սավթեն։ Գեր չէ, նայ, ասենք մի քանի տարի առաջ հացի գինը ուրիշ էր, հիմա ուրիշ է, սիգարետի գինը ուրիշ էր, հիմա այլ է։ Հիմա պետքա պրոստը այդ հայրենակիցները մտնեն խանութ, հիշեն 3, 4, 7 տարի առաջ։ Հա, որտեղ այնքան մեծ ժամանակ արագ է էլի, ասենք տարին 1, մի 6 ամիսը 1 ինչ որ լուրջ թանկացումներ է տեղի ունենում ու ուղղակի այնքան արագ այդ թանկացումները տեղի ունեն, մարդիկ չեն հասցնում ֆիքս են, էլի։ Մտ հետ գնացեք մի 2-3 տարի ու սիգարետի վրա վերցրեք օրինակը, որը ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկն է։ Վերցրեք ձեր սիգարետը, նայեք, ասենք 5 տարի առաջ քանի դրամով եք առնում ու հիմա քանի դրամով եք առնում, որովհետև ասենք մի 3 ամիսը, 4 ամիսը մեկ 20-30 դրամով թանկացնում են, անցնում է 3 տարի, այդ 20-30 դրամը դառնում է 300 դրամ։ Օրինակ ու դառնում է, ասենք 1.5 անգամ թանկ, 2 անգամ թանկ։ Ու ստեղ ավելացնեմ, որ աշխատավարձները նույն շեշտակիորեն չի ավելանում։ Դե հա, աշխատավարձները ես չեմ լսել, որ բարձրացրել են, ինչ որ շեմն են բարձրացրել նվազագույնի, այնքան պոպուլիստ են Սևան ջան, որ երևի ամբողջ Հայաստանում մի ուսուցիչ կա, որ
պայմանականորեն 700 կամ 600 է ստանում, ասում են ուսուցիչները մինչև 700,000 աշխատավարձ են ստանում։ Այսինքն 90%-ը ստանում է 80-ից 200,000 դրամ աշխատավարձ, մի հոգի երևի իրանց ծանոթներից մեկին գրել են 700,000, որ ուղղակի թղթի վրա ունենան, ու ասում են մինչև 700,000, այն ներողություն, բայց պետք է համեմատական տանեմ, այն մոլերում խանութներ կա են, որ ասում է սկսած 2000 դրամից ու 2000 դրամանոց ապրանքը չկա, կամ վերջացել է ի սկզբանե, որովհետև չի եղել։ Ու նայում ես մնացած ապրանքները արդեն 5-10 անգամ ավել է։ Հիմա սրանց պարագայում այդ նույն ակցիան է, էլի։ Չկա այդ ակցիա։ Լավ տարբերակ ասացիր, իմ հետ էլ է տենց բան եղել, ասենք չգիտեմ, հերոսը էի գնում, զանգել եմ, ասում եմ, հերոսը արժի 150,000 դրամ, չէ, ասում ունեք, ասում որտեղ եք, ասում էս ինչ վայրում, ասում դե կամ վերցնեմ, ասում դե մեր խանութը ստեղ է, ասում լավ, գնում եմ, ասում այդ հերոսը տվեք, ասում մի րոպե սպասի, այդ մի րոպեն դառնում է մի 20 րոպե, ճշտումներ անում։ Ասում այդ հերոսը չկա, բայց կարանք այլ բաներ առաջարկել, ասում ինչ առաջարկեք ու ասում այդ հերոսից, որ ասում եք արժի 150,000 դրամ, ասում դե այս հերոսը 250 է, դրանից կա 240։ Հիմա այդ նույն լոգիկայով, նույն տրամաբանությամբ աշխատում է Նիկոլ Փաշինյանը։ Այս նույնն է, կարող ենք պրոյեկտել խաղաղության վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ռեկլամով, այսպես կոչված, ասում է, որ խաղաղությունը եկել է, խաղաղությունը մեր տներում է, մեր հայրենիքում է, չէ՞։ Գնում ես խաղաղության հետևից, ասում են այդ խաղաղությունը վերջացել է, բայց լավ հարմար պատերազմ ունենք, եթե ձեզ պետք է, այսինքն եթե դուք չեք տեղավորվում այս սահմանների մեջ, մենք էլ առաջ են գալի, ուրեմն պատերազմը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի սրտիկներն ու խաղաղությունն է, այդ ռեկլամն է։ Հա, պրոստը ուզում եմ հասկանամ, էլի ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ձեզ ոնց է պահելու, որ բանակով է պահելու, որ զորքով է պահելու, որ սպառազինությամբ է պահելու, ոնց է պաշտպանելու, տալու է, չէ, ու գալու են վերցնեն, չէ, չի կանալու, չէ, պաշտպանի։ Եկեք ընտրեք այնպես մարդու, որ կարող է պաշտպանի։ Հետո իրան գիտես ինչ են ասելու, ոնց որ մեր հայրենակիցները մի մասը, դե չէր կարա պահեր։ Աղբեր ջան, որ ինքը վարչապետ չներ, այդ եմ ասում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չէր կարում, չէ, որ ասում է ինքը չէր կարում։ Հիմա ինքը չի կարում, պետք է իրան հանենք, որ մեր սահմանները գա պահի մարդ, ով որ կարում է։ Հիմա այդ մարդը ոնց կկարողանա, այդ արդեն մեր եւ իր խնդիրն է, այսինքն հիմա կգա Պողոսյան Պետրոսը ռուսների հետ կբանակցի, չինացիների հետ կբանակցի, կբերի այդ զենք զինամթերքը, բանակը կվերազինի, ապրի ինքը, բայց դու փաստացի 8 տարիների ընթացքում կոտորել ես այդ բանակը, կիսել ես մեջտեղից, սարքել ես տարի ու կես, մի երկու հատ էլ այսօր բանակ ցե, չգիտեմ, ինչ որ գունավոր, ասենք վագրի տեսքով երկու հատ էլի զիլ այդում իմ կարծիքով մի 20%-ով էլ էտի աշխատում։ Թե կտենենք էլի մի 20 օրից։ Հա, մենք ունեինք Իսկանդեր, որ գալիս էր հրապարակով անցնում էր ու 100%-ով աշխատում էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ նույն Իսկանդերը 20%-ով էր աշխատում։ Հիմա հարց, սիրելի հայրենակիցներ, արդյոք այն ինչը որ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է, որ անցնում է իր էջով, արդյոք ինքը 100%-ով աշխատում է, ոչ մեկ չգիտի։ Կարող է պարզվի, որ վարորդը չկա, դրա մասնագետը չկա։ Ես հասկանում եմ 20%-ը որն է, եթե տենց գալիս է, ինքը իրանից ներկայացնում է, բան չէ։ Զինատեսակ է, զինատեսակ չէ, ասենք ինքը արտունի է։ Բան է, ռակետա է, չէ, որպես այդպեսին, ինքը գնում թռնում է միտեղ, կամ տարակում է, կամ տարակում է, չէ, խոցելով, կամ չի տարակում, ընդհանրապես։ Նաև լինում է, որ չի տարակում, չէ։ Հիմա այդ 20%-ով հասկացա հա։ Հիմա 20%-ով ոնց է տարակը, ես օրինակ սենց եմ պատկերացնում, սենց ուզեցել է թռնի, 20%-ը լրացել է ու չի թռել, օրինակ այդ ռակետը։ Կամ թռնողը կնոպկեն սխմողը չի եղել։ Հա, կարող է օրինակ այդ 20% ինքը նկատի ունի, որ ասենք 3 հոգի համակարգում, 3 հոգի հրաման չի տվել որ կրակի։ Հրաման տվողը եղել է, կրակողը գործի չի եղել այդ օրը, օրինակ։ Կամ հրաման տվողը, ասենք, որոշել է հրաման չտա, ասի 20%-ով։ Հիմա մենք ինչքան էլ կես կատակ, բայց ախր խայտարակությունն է, ոնց կարա երկրից ղեկավարը ունենա Իսկանդեր, ռազմավարական դաշնակցից նվեր, որ ունի Ռուսաստանը մենք, մեկ էլ եւս մեկ երրորդ երկիր Բելարուսները չէ։ Ասենք ոնց կարա այդ զենքը 20%-ով կրակի կամ լավ, ոնց կարաս գնաս հասնես մարզեր 48 անգամ տարբեր մարդկանց աչքերի մեջ նայելով ասես եւ այդ մեկը դու ես։ Լավ, ինչքան պարապուկը տծրած մեկը դու, այսինքն էլի եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Ինձ ասում է, ես որպես քաղաքացի ասում եմ։ Եվ այդ մեկը ես չեմ։ Հիմա եկե ինձ ասում է եւ այդ մեկը դու ես, ինչ, ես ով եմ ախպեր։ Հետո գիտես ցավը որն է, որ եւս մեկ քաղ տեխնոլոգիա օգտագործում։ Տես վաղը մյուս որ ընտրվի, ասենք Հանձնի Սյունիք, հա, Աստված մի արած չէ։ Հեն նույն ձև ասելու է եւ այդ մեղավորը դու ես, եւ այդ մեղավորը դու ես, եւ այդ մեղավորը դու ես ու կարա ինչքան իրան մարդ ընտրել է, ասենք 500,000 հոգի, 500,000 անգամ ասի դու ես Հանձնի Սյունիքը, դու ես Հանձնի Սյունիքը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում մարդիկ ոնց են իրան հավատում։ Ես իրոք չեմ պատկերացնում։
Նայ վարչական ռեսուրսը հավատալու խնդիր չունի, իրանց պարտադրում են։ Հիմա պարտադրեն, չպարտադրեն ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր գնում են Նիկոլ են ընտրում ու այսօր ես նկատել եմ մարդկանց, որ գնալու են Նիկոլ ընտրեն ու իրանց ասելով չայրած փոքրագույնն է, ես ասացի դե չայրած փոքրագույնը ձեր կարծիքով ուրիշ է։ Չէ, արի խոստանալուց չխոսենք։ Մարդը գցե բռնել է իր բանով։ Ամենաչայրած փոքրագույնը Նիկոլն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, իմ համար չայրած փոքրագույնը հաստատ Նիկոլ Փաշինյանը չի։ Բայց իր համար խիա չայրած փոքրագույնը Նիկոլ Փաշինյանն է։ Էլի Նիկոլը վատն է։ Իր մտահոգությունը օրինակ բանը, անվտանգությունը չի, իր մտահոգությունը գիտես որն է, որ իրանց շենքի վալոդիկը դառնա թաղապետ, իրանց շենքում ասֆալտապատ են։ Չէ, նայ, եղբայր, դրանից չենք խոսում, մենք խոսում ենք ազգային մինչև դեռ մենք քննարկում ենք ազգային արժեքներ, Սևան ջան, եթե ազգային արժեքներից ենք խոսում, մեր հայրենակիցը պետքա պնդի, որ Նիկոլ Փաշինյանը թուրք դավաճան է։ Եկեղեցիների քաղաք Անիի մասին էինք խոսում, որ Թուրքիայի տիրապետության տակ է գտնվում, ասենք նման բաներից ենք խոսում, հնարավոր չի ասֆալտի համար, էլի։ Ուզում հասկանամ դրանց չայրած փոքրագույնը խիա Նիկոլ Փաշինյանը։ Էդ եմ ասում, նայած իրանք ինչ սկզբունքով են դա նայում։ Իրանք նայում են չայրած փոքրագույն օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը կգա ոչ միայն ասֆալտ կանի, այլ ոնց հիմա կա, ասենց խալաստոյ գցած։ Խալաստո կմնա դե Այսինքն մեր երկիրը ոչ միտեղ չի տա։ Հիմա տես ինչ թեզերա չէ Նիկոլ Փաշինյանը իրանց վրա ոնց աշխատում։ Ասում է որ նախկինները գա, նախկին նախագահների թիմակիցները կամ ընդհանրապես նախկինների հետ փոխկապակցված անձինք։ Պարզա որ պատերազմն է, որովհետև Ալիևի հետ գնալու են ռևանշ անեն։ Ընկեր, մենք Ալիևի հետ բանակցում էինք ու շատ լավ դա մեր մոտ ստացվում էր։ Առանց պատերազմի Ալիևին ստիպում էինք, որպեսզի ինքը Արցախից հեռու մնա։ Հաստատի Ալիևը չէր կարա Շուշիում շաուրմա ուտել, ոնց որ հիմա իր բլոգերը Շուշիում շաուրմա է ուտում։ Հիմա չի կարողացել, չէ՞, դա փաստ է։ Ո՞վ է ասում, որ մենք նախորդ 20 տարիները պատերազմի մեջ ենք եղել։ Բնավ սուտ է։ Այսինքն նախորդ 20 տարիների ընթացքում եթե եղել է 1 քառորյա պատերազմ կամ պայմանականորեն մի քանի զոհերով դեպքեր, Նիկոլ Փաշինյանի օրոք եղել է 3 պատերազմ, որից ամենամեծը 44 օրյանը 5000 զոհերով։ Այսինքն եթե անգամ մենք վերցնենք պատմագրական նայենք, ախր նախքին 3 նախագահների օրոք, առավելևս վերջի 20 տարիների օրոք չի եղել այդքան զոհեր, չի եղել այդքան պատերազմի սպառնալիք անգամ, ինչքան վերջի 8 տարիների ընթացքում։ Լավ ո՞նց ես խաղաղություն բերել, եթե 3 պատերազմ ես բերել, 3-ում էլ դու ես պարտվել։ Բա ո՞նց է որ նախորդ 20 տարիների ընթացքում Ալիևը չէր ուզում գար պատերազմ աներ, Սևանը Գյոյչա չէր, մեկ էլ հոп դառա որ Ալիևը արդեն շատ ուժեղ տղա է, գալիս է Հայաստանը վերցնում։ Ֆիքսենք, փաստացի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խափում է ու այդ հավատացողները պետքա գոնե մի քիչ փաստեր դնեն ուսումնասիրեն, ձեզնից տանելու է մի կես ժամ ժամանակ, Google-ը բաց հարթակ է, ուսումնասիրեք, թե 2018 թվականին ինքը ձեզ ինչ էր խոստանում ու ինչ բերեց, հիմա ինչ 21 թվականին ինչ էր խոստանում, ինչ բերեց, ու հիմա ինչ է խոստանում ու ինչ է բերելու։ Նայ, արի ֆիքսենք, 18 թվականին ասում էր կոռուպցիան ամբողջությամբ քայքայվելու է, չէ, վերացնել են, կոռուպցիան չվերացրեց։ Ասեց արագաչափերը վերացնելու է։ Արագաչափերը ավելի շատացան, խոսում էին կարմիր գծերից, խոսում էին 50-50-ներից, ոչ մի բան չարեցին, եկան իշխանության, բերեցին դրանից հետո կորոնավիրուս պատերազմ, պարտված երկիր, 21 թվականին եկան խոստացան, որ Արցախը պետքա լինի Հայաստանի գերիները պետքա վերադառնան, եթե Արցախի ինքնորոշում եք ուզում ընտրեք Նիկոլ Փաշինյանին, ԿՊ-ին ու Չագուչով։ Չագուչով, դրանից հետո ինչ արեց։ Արցախը հանձնեց։ Ինչ խոստանում էր հակառակը։ Հիմա Եվրոպա հանձնեց 2026 թվականին հիմա ասում է խաղաղություն։ Հիմա այսինքն ինքը ինչ ասում է հակառակն է անում։ Հիմա խաղաղության փոխարեն պատերազմ է բերելու։ Միանշանակ ինքը որ ասում է խաղաղություն է լինելու, ուրեմն պատերազմ է լինելու։ Որ ասում է արագաչափերը հանելու եմ, ուրեմն ավելանալու է։ Որ ասում է կոռուպցիա չի լինելու, ուրեմն 10 անգամ ավել է լինելու։ Հիմա հայրենակիցներ ջան, դու նշեցիր նաև որ այն մարդիկ, ովքեր որ եղել են մեր երիտասարդությունը, որ 13 կամ 14 արդեն 8 տարի անցել է, հիմա ուսանողներ են, շատերը ավարտել են, ցավով պետք է նշեմ, որ այն երիտասարդներից շատերը, ովքեր որ հրապարակում էին, մերժում էին, հայտնվեցին Եռաբլուրում։ Այն երիտասարդները, ովքեր որ 21 թվականին արդեն գիտակից էին ու գնացին մոլորության սկզբունքով ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, հիմա անգործ են ու կմնան առանց հայրենիքի։ Ու սենց ցանկը ախր անվերջա այն մշակութային գործիչները ովքեր լռեցին ու բոլորը ովքեր որ Նիկոլ Փաշինյանին փորձեցին այլ տեսանկյունից դիտարկել որպես տարբերակ
վարչապետի, բոլորը տուժել են։ Մեր հայրենակիցներից 3 միլիոն վարչապետեր էին, չէ՞, 3 միլիոնն էլ տուժել են։ Չկա գեթ 1 քաղաքացի Հայաստանի Հանրապետությունը, որ չի տուժե։ Ինչու չի տուժե։ Ինչու է տուժե, որովհետև այն մեկի հայրենիքը հանձնել են տունը, այն մեկին գնացել անգելա հարկադիր վարկերի պատճառով, այն մեկը աշխատատեղ չկա, չի կարողանում ընտանիքը պահել, այն մեկը արդեն չի կարողանում 2 հացի փոխարեն մեկն առնում։ Բոլորի վրա անդրադարձել է այս 8 տարիները, բոլոր տարբեր ձևաչափերով, այսինքն չկա Հայաստանի Հանրապետությունում մեկ քաղաքացի, ոնց որ Նիկոլն ասում, եւ այդ մեկը դու ես, հիմա սիրելի քաղաքացի, եւ այդ մեկը դու ես, որ տուժել ես Նիկոլ Փաշինյանից, եւ այդ մեկը դու ես, որ տուժել ես Նիկոլ Փաշինյանից, եւ այդ մեկը դու ես, որ տուժել ես Նիկոլ Փաշինյանից։ Այս խոսքերի ներքո ավելի ավարտենք այսօրվա ավարտենք լինելով լիահույս, որ Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվի, ընդդիմությունը ճիշտ կաշխատի, կդրսևորի համախմբվածություն, մի կողմ կթողնեն բոլոր թեզերը, կմնա մեկ թեզ, հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որ մնանք։ Ու կաշխատեն մեր մարզերի բնակիչների հետ, ինչու՞ չէ, նաև մեր Երևանի բնակիչների հետ, այն սկզբունքով, որ միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում կլինի բարգավաճում, խաղաղություն, ուժեղ կլինի եւ միասին կկարողանանք կերտել այն մեր ուզած բոլոր կարգախոսները։ Համաձայն եմ, իսկ դու մտածում ես հաջորդ եթերին ում կանչենք հյուր, մենք հնարավորություն ունենք հյուր կանչելու, բոլորը տեղյակ են արդեն մեր տաղավարում հյուրեր եղել են, ինչ որ մեկին կամ կոմենտներում մեր հայրենակիցներում են ցանկանում։ Եկեք, հա, սենց անենք, եկեք կոմենտներում նշեք ում կուզենայիք տեսնել հաջորդ մեր տաղավարում որպես հյուր, փորձենք կապի դուրս գալ, ըստ իրենց զբաղվածության հասկանանք հնարավորության սահմաններում, բայց կխնդրեմ, որ ակտիվ լինեք, որպեսզի չդառնան այնց, որ մենակ մենք մեր ծանոթների շրջանակներում հյուրեր ունենանք, եթե ինչ-որ մեկին նախընտրում եք, ընդդիմադիր գործիչների մասին է խոսքը, որովհետև մենք իշխանականների հետ քննարկելու ոչ մի բան չունենք, իրենք պետքա հեռանան, անկախ իրենց չափերից, տարիքից եւ այլն։ Նենց որ ակտիվ եղեք, կիսվեք, տարածեք, փորձեք ակտիվ լինել կոմենտներում, գրեք ձեր նախընտրելի հյուրերին, ձեր կարծիքը նաեւ ոդկասթի հետ կապված, մեր քննարկումների հետ կապված, որովհետեւ հենց ոդկասթի անվանումը այդ ամեն ինչի մասին է, ուրիշ կարծիք, այսինքն պետք չի ստանդարտ ինչ-որ կարծիքներով միմյանց հետ կիսվենք, եկեք անաչառությունը պահենք, ձեր հետ Վահեն եւ Սևանն էին, ուրիշ կարծիք ոդկասթի եթերում կհանդիպենք։